Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես ԽՍՀՄ ՊԱԿ-ի կամ ժողովրդական լեզվով ասած ԿԳԲ-ի կողմից Եզրաս arczepiskopos-ի հավաքագրված լինելու մասին փաստի հրապարակումը առաջ բերեց բավական տհաճ իրողություն։ Հայաստանում փաստորեն դեռ շատերն են կարոտում ոչ թե պարզապես անցյալը, այլ հենց սովետական միությունը իր բարքերով, իր մտածողությամբ եւ իր մարդուն ճնշող համակարգով։ Եվ ամենավտանգավորն այն է, որ այդ կարոտը հաճախ արտահայտում են մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց ներկայացրել են որպես անկախական, ազատասեր եւ Հայաստանի ինքնիշխանության համար պայքարող։ Անկախությունը միայն դրոշ, սահման եւ կարգախոս չէ, անկախությունը նախ եւ առաջ մտածողություն է։ Սովետական համակարգի էությունը պարզ էր, մարդը ստորադասվում էր պետությանը, կուսակցությանը եւ ընդհանուր շահին։ Մարդը պատասխանատու չէր ընտրության համար, որովհետև իրականում այդ ընտրությունն էլ չուներ։ Այդ համակարգը ձևավորեց հնազանդ եւ ինչ-որ առումով նաեւ վախեցած մարդուն։ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը այսօր միայն արտաքին թշնամին չէ, դա նաեւ ներքին սովետական մարդն է, որը չի ուզում ձևավորվել որպես քաղաքացի։ Առանց ներքին անկախացման քաղաքական անկախությունը դառնում է դատարկ ձևականություն։ Այդ դեպքում հայրենասիրությունը դառնում է հռետորաբանություն եւ ոչ թե պատասխանատու վերաբերմունք սեփական երկրի հանդեպ։ Ի վերջո անկախության հարցը շատ պարզ է։ Մենք ուզում ենք լինել քաղաքացիներ, թե ենթականեր, որովհետև սովետական մտածողությամբ անկախ պետություն գոյություն ունենալ չի կարող։ Եվ քանի դեռ մենք չենք անցել ներքին անկախացման ճանապարհը, ցանկացած պետականություն կմնա խոցելի, իսկ ցանկացած հայրենասիրություն փխրուն։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։